Սիրելի աշակերտներ, այսօր մենք ուսումնասիրելու ենք գեղարվեստական ստեղծագործություններից առակը։ Մենք նաև ուսումնասիրելու ենք խոսքի մասերը։ Առակը ընդհանրապես մեծածավալ թե փոքրածավալ ստեղծագործություն է, ինչպիսի ստեղծագործություն է։ Իրինա, առակը փոքրածավալ ստեղծագործություն։ Ապրես, շատ ապրես։ Բացի դրանից նաև մենք գիտենք, որ առակը ունի բարոյա խոսական և բարոյա խրատական մասեր։ Հիմա մենք ուսումնասիրելու ենք և ուսումնասիրելուց հետո կարողանալու ենք ներկայացնել մեր հերոսներին, վերլուծել նրանց վարքը և ներկայացնել ձեր խոսքը։ Հիմա եկեք կատարենք ձայների գուշակում խաղ։ Դուք ուշադիր լսում եք ձայները և ուշադիր եք, որ այսօր ինչ միջակների մասին կլինի խոսքը։ Մի քիչ ուշադրություն եք դարձնում ձայներին, ուրիշ ոչ մի խնդիր չկա այստեղ։ Ուշադիր լսում եք։ Լսեք, ուշադիր լսեք։ Ինչ ձայն եք լսում։ Կտկտոցի ձայն, ապրեք, լավ։ Միակ ուշադիր եք մյուս ձայնը լսեք։ Ապրես, ճպուրի թևերի կամ ինչ հողի։ Միջակի ապրես։ Նայեք երեխան, ընդհանրապես մեր միջակներից, որ միջակներն են, որ օր գիշեր աշխատում են, մրջունները ապրեք և մեղուները ապրեք, իսկ որոնք են, որ չեն աշխատում, ճպուրը, դոզրեզները, լավ, այսօր մենք ուսումնասիրելու ենք ճպուրն ու մրջունը առակը։ Բացնենք գրքերը։ Հիմա այսպես մի փոքրիկ աշխատանք ենք կատարելու, մինչ դասը սկսելը։ Գրված քաղաքի կախարդական փայլիկով, ինչպես դուք արդեն գիտեք, չէ՞, որ մենք գրված քաղաքով միշտ յուրաքանչյուր դասի ժամանակ շարժվում ենք առաջ։ Կախարդական փայլիկի միջոցով որոշելու ենք գոյականի ընտանիքի անդամները և մի փոքրիկ, այսպես հարկային աշխատանքի միջոցով մենք կարողանալու ենք և վեր հիշենք և միաժամանակ կատարենք այս փոքրիկ աշխատանքը։ Բացի դրանից երեխաներ, մենք ներկայացրինք, չէ՞, որ միջակների մասին է լինելու խոսքը։ Սևաջան, դու մրջունի համար ճանապարհը գծի, այս փոքրիկ, տեսնում ես, նայում ես ճանապարհի, նորից գծում ու սրանով նորից ջնջելու ես։ Լավ։ Եկեք զույգերով կատարենք, հետո արդեն նոր անցնենք խմբերով։ Մի բոլորից այսպես զույգերով, Յաննա, մի քիչ արի, Իրինա, արի մի քիչ էսկով։ Հիմա այսպիսի մի փոքրիկ, այս քարտերից գտնում եք գոյականներ։ Քարտերից գտնում ենք գոյական ընտանիքի անդամներից, հարցը ուղղում եք գոյականի հարցը։ Ինչ կլինի, գոյականը որ հարցին է պատասխանում։ Ապրես, հիմա այդ ուշադրություն եք դարձնում, հարցը ուղղում եք ճիշտ գոյականի։ Գտեք գոյականը, գտա զույգերով եք աշխատում, նվեր, դու եք, Յաննայի հետ միասին։ Գտա գոյականը։ Ապրես, ասա, նվեր, ասա։ Ասա, բառը։ Ասա, ասա, նվեր, տնկի, արի, հակցինես գոյականի ընտանիքի, հարցը ուղղում եք, եկեք, ուղի հարցը, ապրես, հարցը ուղի հարուտ, ապրես, հարցը ուղի Իրինա, ապրես, ուղի հարցը, նվեր, հարց ուղի, ասա, ինչ, ասա,
Տնկի ապրես նստի, յանան քիչ բարձր ապրես, երեխան, հիմա երեխան է, եկեք գոյականներին օժտեն ածականները որ հարցին են պատասխանում, Ինչպիսի ինչպես։ ապրես, հիմա արա, խմբերով, զույգերով որոշեք, օրինակ, սանր, ինչպիսի սանր, գտեք բառը, ինչպիսի սանր, որ նայում եք, ինչպիսի սանր, կլնի կապ, ապրես, արի, հաջորդ առարկա, նայում ենք ուշադի, ինչպիսի նկար կարող է լինել, նայեք զույգերով, փոքր նկար, գեղեցիկ նկար, ապրեք, լավ, չեք անցնել ես լավ, հաջորդը, օրինակ, տնկի մեկը, առայժմ մեկը կպցնենք, ես շատ կզբացնենք, օրինակ, ինչպիսի տնկի կարող է լինել, տնկին կարող է ինչպիսին լինել, ապրես, փոքր, ուր է փոքր բառը չկա, փոքր է տարանք, ոչինչ, էլ ինչպիսին կարող է լինել, գեղեցիկ, գեղեցիկը կպցնենք, ապրեք, կարող է լինել, գեղեցիկ, ինչ ենք արել մենք տնկիները երկու օր առաջ, ինչ ենք արել մենք փոքրիկ, տնկել ենք, ապրեք ու հետո էլ ինչ ենք արել, ջրել ենք, հիմա եկեք օժտենք մեր ընտանիքի մյուս անդամի բայի մեջ, եկեք օժտենք գործողությամբ, օրինակ, ինչ գործողություն ենք կատարում մենք սաներով, ինչ գործողություն ենք կատարում, սանել ապրես Իրինա ակցրու, սանել, հաջորդը, նկարը, ընդհանրապես որպես գոյական, երբ որ մենք գործողություն ենք կատարում, ինչ ենք անում, ապրես, կարող ենք կախել, էլ ինչ անել, նվեր խոսա, նկարել, բարձր, նկարել, հաջորդը, հիմա, տնկի, ինչ ենք անում, Յանա, տնկում ենք, ապրել, տնկել, հագցնում ենք, մի քիչ բարձր, մի քիչ բարձր, լավ, ունենք սղոց, չէ, սղոց միջոցով ինչ գործողություն ենք կատարում, սղոց է, էլ ինչ ան, կտրեք, սիրելի աշակերտներ, բացում ենք էջ 61 և ընթերցում ենք մեր այսօրվա ստեղծագործությունը, ուրեմն, Աթաբեկ Խնկոյանի ճպուրն ու մրջյունը, սևակ ընթերցենք, հետո կգնաս, սկսում ենք, Յանա սկսիր, Ճպուրն ու մրջյունը, թերու բերնի մի ճպուր, ողջամարը շուրումուր, երկեց, ճռաս, մինել ձմեր բրեցի թևերը, բացեց գորգս պիտակ, դաշտերն առակցին դիտակ, անցեն պայծառ օրեր, էլ որն ասեմ, էլ որը, երբ ամեն մի թփի տակ, թե սեղան կար, թե օթյակ։ լավ, հարուտ շարունակի, Եկավ նորել ցրտասունչ, ճպուրը ընկավ նորմունչ, քարտակ օրին էլ ինչ եք, ցուրտը տարավ ոտք ու ձեք, զրնգ դողալով, զնգր դողալով, ծանր սողալով, նա մրջյունին ասում է, գլխին պատակ սանաներ, վիճար արա շունչ ատեր, սրտի ծովի չվերվեն, իրակնի տակացրու, միջև գարուն ապրեցրու, ինչ խաբար է սանդիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցի համարը, ասա ինչն էր պատճառը։ լավ, հարուտ ջան, շարունակում ես Իրինա, Էդպես բանի սանամեր, էլ ժամանակ ով ուներ, են խոտերում ուրավեր, երկում էինք մերոնց հետ, ուրեմն դու, այո ես, ողջամարը դենուդես, երկում էինք մշտապես, երկում էինք շատ բարի, այժմ էլ բրնի վերների, քամիցապ տադու բարի։ լավ, Ճպուրն ու մրջյունը
Գլխիդ մոտ ախսանամել, վիճարարը, շունչանը, ցրտից սովի չմեռնե, կերակրի, տաքացրու, միջև գարուն ապրեցրու։ Ինք համար ես ամիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցիր ամարը, ասայ ինչն են պատճառը։ Էդպես բանիս անամներ, էլ ժամանակով ուներ, են խուտերում կուրավեր, երկում էինք մերոնց հետ։ Ուրեմն դու Այո, մենք ողջ ամառը դեն ու դես, երկում էինք մշտապես։ երկում էիք շատ բարի, այժմ էլ բրդեք վերբերի, քամին ծաղկա դուք պարեք։ Ես ձեզ մի առաջարկ ունեմ, ես ձեզ ներկրկում եմ միայն այն դեպքում, երբ որ դուք աշխատեք։ Ես համաձայն աշխատեմ, ես էլ եմ համաձայն, միայն թե ձմռանը ցրտից սովից չսատկեմ։ Ես հասկացա,